Քահանա, քահանայություն, քահանայական կարգ, դրա հիմնադրությունը, կարևորությունը, քահանաների պարտավորությունները եւ շատ ավելին այսօրվա մեր նյութում։ Անգլերենով ինչպես են ասում քահանա, priest եւ ռուսերեն священник, բայց նաեւ գործածական ասում են բատյուշկա, չէ՞։ Հունարեն hierus, ով է տիպար քահանան, որտեղից է գալիս եւ ամենակարևոր ու միակ աղբյուրը, որ կարող ենք իմանալ, դա Սուրբ Գիրքն է, Սուրբ Գրքով պիտի քննենք։ Այլապես այնինչ իրադարձություններ տեղի ունենում, դրանց նայելով մարդիկ գայթակղվում են։ Հոգևոր կոչված անձնավորություններ, հոգևորականներ շնության մեջ եւ ինչ մեծ գայթակղություն մարդկանց համար։ Երբ որ ելում են եւ կոչեր են անում բռնի իշխանափոխության, ահաբեկչության, պատի տակ մարդկանց գնդակահարել, հետո ոչինչ ասում է։ Փոխհատուցում կտանք, կոմպենսացիա կտանք, ընտանիքներին ուրախ կլինեն։ Կարող է երևակայել։ Հոգևորական կոչվածը սպանության կոչեր է անում։ Ավտոբուսները այրեն, երբ որ մարդիկ մեջն են։ Ուղղակի աներևակայելի, եւ մարդիկ գայթակղվում են։ Եթե սրանք են հոգևորական, ուրեմն այս ամեն բաները սուտ են։ Ինչպես է ներկայացվում քահանայի կերպարը, դերը Սուրբ Գրքի մեջ։ Որն էր նրա գլխավոր պարտականությունը հրապարակավ աստվածային հրամանների կատարողը պիտի լիներ, քավության գործը պիտի աներ, atonement, искупление грехов, սա պաշտոն էր տրված, մեղքերի թողության համար, Աստծո առջև զոհեր մատուցանելու համար,
մեղավորը գալիս էր զոհերանում եւ իր մեղքերն էր խոստովանում, քահանան, որ Աստծո կողմից կարգված էր, հռչակում էր այդ մեղքերի թողությունը։ Նախքան օրենքի շրջանին, քանի դեռ քահանայական կարգը սահմանված չէր, դրանից առաջ ամեն գերդաստանի առաջնեկը կամ գլուխը ինքը հանդիսանում էր այդ տան կամ գերդաստանի քահանան։ Եվ նրանք զոհեր էին անում, օրինակ Նոյը ջրեղեղից հետո, երբ որ արդեն ամեն բան ավարտված էր, Նոյը զոհ արավ Տիրոջը եւ այդ մասին կարդում ենք։ Սա վերացական մի բան չէր կամ երևույթ կատարվող, դրա մեջ խորհուրդ կար, դրա մեջ խոստովանություն կար եւ եկեք կարդանք Ծննդոց 8-րդ գլխից 21-22 համարները։ Եվ Նոյը սեղան մշինեց Տիրոջը եւ ամեն մաքուր անասունից եւ ամեն մաքուր թրջունից հատ մառավ եւ սեղանի վրա ողջակեզներ մատուցանեց, Տերը անուշ հոտը հոտոտած եւ իր սրտի մեջ ասավ, այլ ասկի հետո մարդու համար նորից երկիրը պիտի չանիծեմ, քանզի մարդուն սրտին խորհուրդը իր մանկությունից չար է։ Ուրեմն Նոյը այդ զոհը կատարեց։ Լավ, ասում է հոտոտած Տերը, այդ այրված անասունի հոտներ անուշ, ոչ, խորհուրդը սրա մեջ է, խոստովանությունը, մեղքերի խոստովանությունը, Հոբը, Աբրահամ, Իսահակը, Հակոբը, Աբեմելիքը Տիրոջ առջև ընդունելի զոհեր արեցին։ Ապա երբ Աստված Մովսեսի միջոցով օրենքը տվեց, նաև պատվիրեց քահանական կազմի համար եւ կարդանք Ելից 24-րդ գլխից 3-րդ համարից։ Մովսես եկավ եւ Տիրոջը բոլոր խոսքերը եւ բոլոր կարգադրությունները պատմեց ժողովրդին։ Բնագրի մեջ այս կարգադրությունները գրված է դատաստաններ։ Բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տվին եւ ասին Տիրոջը ասած բոլոր խոսքերը պիտի կատարենք։ Մովսես Տիրոջ բոլոր խոսքերը գրեց եւ արտուն կարալուխ ելավ ու լեռանը տակ սեղան շինեց, 12 արձան կանգնեցրեց Իսրայելի 12 ցեղերի համար եւ Իսրայելի որդիներեն պատանիներ ղրկեց, որոնք ողջակեզներ մատուցանեցին եւ խաղաղության զոհերի համար զվարակներ զոհեցին Տիրոջը։ Մովսես արյունի կեսը առավ եւ կոնքերի մեջ դրավ եւ արյունի կեսը սեղանի վրա սրսկեց, ապա առավ ուխտի գիրքը եւ ժողովրդին առջև կարդաց եւ անոնց ասավ. Տիրոջ բոլոր հրացը պիտի կատարենք եւ անոր պիտի հնազանդենք։ Մովսես առավ արյունը ու ժողովրդի վրա սրսկեց եւ ասավ. Ահա բոլոր այս խոսքերի համար Տիրոջ ձեզ հետ ըրած ուխտի արյունը։ Ուրեմն այդ անասնական զոհերը պիտի լինեն, որոնք ժամանակավոր էին, բայց դրանց մեջ խորհուրդը գալիք հավիտենական զոհներ խորհրդանշում։ Որից հետո Աստված ընտրեց 12 ցեղերից Ղևի ցեղը, Լիվայ, եւ նրա 3 որդիներից Կահաթի ազգատոմը եւ այդ ազգատոմից Ահարոնի տունը։ Երկու համար է կարդանք Ելից 28-րդ գլուխ առաջի 2 համարները։ Տերը խոսեց Մովսեսին ասելով. Քեզ մոտեցուր քու եղբորդ Ահարոնին իր որդիներուն հետ Իսրայելի որդիների միջից, որպեսզի ինձ քահանայություն ունեն։ Ահարոնը եւ իր որդիները Նադաբը, Աբյուդը, Իղիազարը եւ Իթամարը։ Եղբորդ Ահարոնին սուրբ զգեստներ շինե, պատիվ եւ փառք լինելու համար։ Ուրեմն Աստված իր պատգամները փոխանցում է Մովսեսի միջոցով հաստատվեց նաեւ քահանայական կարգը, Ահարոնը առաջի քահանապետը եղավ։ Սա մեծ եւ կարեւոր եւ շատ պատասխանատու պաշտոն էր։ Քահանայական կազմը սրբության կյանքի յետևից պիտի լինեն։ Բոլոր առաքինությունների մեջ առաջինը Տիրոջ առջև ամենապատվականը սրբությունն է։
առանց որի գրված է մեկը երկինք չպիտի մտնի։ Հետևաբար Աստված առանձնացրեց այդ ցեղը, նրանց միջից հանեց մարդկանց եւ ասաց. սրբությամբ պիտի քայլեք իմ առջևս։ Կարդանք Ղևտացիների 21-րդ գլուխ 6 համարը եւ հետո 13-14-ը։ Սուրբ թողը լան իրենց Աստծուն եւ իրենց Աստծո անունը թող չփխծեն, վասնզի Տիրոջ պարագաներն ու իրենց Աստծո հացը իրենք կմատուցանեն, ուստի սուրբ պիտի լինեն։ Քահանաներին պատվիրված էր, որ սուրբ լինեն։ 13 համար։ Եվ քահանան կույս մկնությամբ պիտի առնե, որբևարի կամ արձակված, կամ պղծված, կամ բարոյական օրենքներից զուրկ չպետք է առնե, հապա իր ժորթից կույսը պիտի առնե, որպես իրեն կին։ Ներկայիս ինչու չեն ուզում այդ կղերական կազմը ամուսնանան, ինչի կույս չեն գտնում, դա է պատճառը։ Նախընտրում են սիրուհի եւ սիրուհիներ պահել եւ անառակ կյանք ունենալ։ Ասում է, բա մենք առողջ տղամարդ ենք, թեստոստերոնի քանակը ուր է հասել, բա դրա հարցը ո՞նց պիտի լուծվի, հետևաբար սիրուհիներ պիտի ունենան։ Սրանք Աստծուց չեն վախենում, Աստծո առջև կուսակրոնության ուխտ են արել, բայց բոլորն էլ այդ ուխտը մերժել են։ Այդ ուխտը Աստծո առջև որ անում էր, դու չգիտեր, որ առողջ տղամարդ ես, եւ քո ցանկություններդ, գիտեր, չէ՞, Աստծո վախը չկա իրենց մեջ։ Որոնք էին հին ուխտի քահանաների գլխավոր պարտականությունները, responsibilities, առաջինը զոհերի կատարում։ Դրանք լավագույն ձևով ներկայացված են Ղևտացիների գրքում, առաջի գլխից մինչև 7-րդ գլուխները, եթե ուզում եք մանրամասն իմանալ, կարող եք կարդալ։ Ուրեմն ողջակեզ պիտի արվեր, ինչ է նշանակում ողջակեզ, ամբողջությամբ անասունը պիտի այրվեր եւ այդ մոխիրը վերցնում էին եւ տարբեր տեսակի լվացումների համար գործածում էին, հացի ինձան, խաղաղության զոհեր, չգիտակցված մեղքի պատարակ, այսինքն չգիտակցված է արի այդ մեղքը դրա համար, հատուցման պատարակ, այս ամենը ամփոփված ձևով առաքյալը ներկայացնում է Եբրայեցիների գրքում։ Եբրայեցիս 5:1 Ամեն քահանապետ մարդկանցից վերցրված Աստծո առջև կանգնում է մարդու համար, որպեսզի պատարակներ եւ զոհեր մատուցանի մեղքերի թողության համար։ Եվ երրորդ համարը ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ իր համար մեղքի պատարակ պիտի մատուցանի։ Ինչու՞։ Որտեղ ինքն էլ մեղավոր մեկն է։ Ինքն էլ պետքություն ունի այդ մեղքերի խոստովանության։ Նաև մեկ ուրիշ կարևոր հանգամանք, որ դրված էր քահանաների ուսերին, հետևյալներ, Ղևտացիների 10-րդ գլուխ 11 համար, բոլոր ժողովրդին սովորեցնել Աստծո տրված կանոններն ու օրենքները, այլ կերպ ասած, Աստծո խոսքը փոխանցել մարդկանց, մարդիկ տեղյակ չեն, Աստծո մասին չգիտեն, ինչպես պիտի իմանային, քահանայի բերանից պիտի ելներ։ Հիմա եթե զուգահեռներ անցկացնենք, Քրիստոսից հետո 2000 տարի անցել է, ներկայիս քահանական կազմը, մեծամասնության բերանից դուք Աստծո խոսքը լսում եք, նրանց խոսած բաները, ավանդություններ, հայրաբանություն, հեքիաթներ, առասպելներ, հին ուխտի քահանայական կարգը կռապաշտության մեջ էր, եւ Աստված դա բացահայտեց, տեսիլքով ուրեմն Եզեկիել մարգարեին հայտնվեց այդ ամենը եւ Եզեկիելը գրեց։ Եկեք տեսնենք ինչպիսի կռապաշտություն էր դա։ Եզեկիել 8-րդ գլուխ 5 համարից կարդանք։ Որդի մարդո, հիմա քո աչքերը դեպի հյուսիս վերցրա
Երբ աչքերս դեպի հյուսիս վերցրի, ահա սեղանի դռանը մուտքին հյուսիսային կողմը այս նախանձի կուռքը տեսա։ Այն ատեն ինձ ասավ, որդի մարդո, կտեսնես այն մեծ պղծությունները, որոնք Իսրայելի տուն այստեղ կնեն, որպիսի ես իմ սրբանից հեռանամ։ Աստված սրբություն սրբոցի մեջ հայտնվում էր, բայց այն կարգի պղծություններ արեցին, Աստված ասում է պիտի հեռանամ այնտեղից։ Բայց նորից դարձիր եւ ավելի մեծ պղծություններ պիտի տեսնես։ Զիզ գավթին դուռը տարավ եւ տեսա, որ պատի վրա ծակ մկար եւ ասավ ինձ. որդի մարդո, հիմա այս պատը փոր է։ Երբ պատը փորեցի, դուռը տեսա, ինձ ասավ. մտիր ու տես այն չար պղծությունները, որոնք անոնք այստեղ կնեն։ Ես մտա եւ տեսա ամեն տեսակ սողունների եւ գարշելի անասունների պատկերներ եւ Իսրայելի տան բոլոր կուռքերը պատի վրա շրջանակի փորված էին։ Անոնց առջև կայնած էին Իսրայելի տան ծերերեն 70 մարդ եւ Սափանի որդի Հեզոնյան էլ անոնց մեջ կայնած էր։ Ամեն մեկը ձեռքը բուրվարմ ուներ եւ խունկի ծուխը ամպի պես վեր կելներ։ Անպայման չի, որ այդ արցանները լինեն կամ անաստական պատկերներ լինի։ Անկամ այն ինչ որ կոչվում է սրբապատկերներ, դրանց առջև բուրվարի ծուխ հանելն է, նույնն է ինչ որ այս վիճակի մեջ մենք կարդում ենք։ Տերը ինձ ասա, որդի մարդո, կտեսնես, թե ինչեր կնեն Իսրայելի տան ծերերը մութ տեղը, ամեն մեկ իր ծածուկ պատկերատան մեջ, վասնզի անոնք կսեն, թե Տերը մեզ չի տեսնում։ Աստծուն չճանաչող մեկը այդպես է մտածում։ Մարդ չտեսավ, Տերն էլ չի տեսնում։ Աստված մարդու երիկամունքներն է քննում, Աստված մեր գաղափարները, մեր մտքերն է քննում։ Երեկվանը, այսօրվանը եւ վաղվանը ամեն բան Տերը գիտի։ Տիրոջ առջևից փախուստ չկա։ Նորից դարձիր եւ անոնց ծրած ավելի մեծ պղծություններ պիտի տեսնես։ Զիս Տիրոջ տան դեպի հյուսիսը նայող դրան մուտքը տարավ եւ Թամուզի համար լացող կիներ կնստեին։ Սա Բաբելոնի Իշտար Չաստվածի սիրուհին է, կարող է երևակայել։ Եվ այդ կուռքը գարնանային բուսականության Աստվածն է հանդիսանում։ Անմտություն, անմտությանց։ Ու ինձ ասա, որդի մարդո, կտեսնես, նորից դարձիր եւ անոնց մեծ պղծություններ պիտի տեսնես։ Զիս Տիրոջ տանը ներքին գավիթը տարավ, Տիրոջ տաճարի դուռը սրահի ու սեղանի մեջտեղը 25 մարդ կար։ Անոնք կռնակնին Տիրոջը տաճարին դարձուցեր էին եւ երեսնին դեպի արևելք եւ արևուն երկրպագություն կնեին։ Աստված իրենց հայտնվել էր, բայց իրենք արև էին պաշտում։ Ինձ ասա, որդի մարդո տեսար, միթե Հուդայի տանը պստիկ բան կերևա իրենց հոսրած պղծությունները, որ երկիրն ալ բռնությունով լեցուցին եւ զիրս բարկացնել ջանացին։ Ահա ճուղը իրենց քթին կերկնցնեն։ Ես ալ սրտմտությամբ պիտի վարվեմ նրանց հետ, աչքս պիտի չխնայե եւ չպիտի ողորմեմ։ Անոնք իմ ականջներուս մեծ ձայնովը պիտի կանչեն, սակայն նրանց մտիկ պիտի չնեմ։ Այսպիսի դատաստան Աստված հռչակեց այդ կռապաշտություն անողների համար։ Փոխանակ կենթանի Աստծուն պաշտեն ամեն տեսակ կուռքեր, անասունի պատկերով, արձաններ, ամեն տեսակ բաներ։ Մեր օրերում մարդահանար քահանայական կարգը եւս մեկ անգամ կռապաշտության միջոց հանեցին ժողովրդի համար։ Վերջերս մի քանի օր առաջ ուխտի օր հռչակեցին, դուրս բերեցին Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները, որոնք էին այդ մասունքները։ Տիրոջ կենաց փայտի մասունքը, այսինքն այն խաչը, որի վրա Հիսուս խաչվել է, դրանից մի կտոր, խաչը ինքը իրենից ինչ է ներկայացնում, մահվան գործիք էր։
մարդասպաններին, ավազակներին խաչում էին, Հիսուս հոժարեց մեզ համար, այդ ամոթալի մահվան խաչը հանձը առնելը, ուրեմն մի կտոր հանել են դրանից, իբրև թե սուրբ մասունք է հանդիսանում, Աստվածամուխ սուրբ գեղարդը, և ինչպես Մովսեսի ժամանակ հռչակվեց, նեստան, երկաթի կտոր, անպետք ժանգոտած մի բան, հանել են մարդկանց առջև, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը, այդ տեսել եք, չես, արծաթյա սարքած, հաջորդը Սուրբ Սահակ Պարթևի մասունքը, մի վարդապետ ասում էր, կրունկի ոսկորը են ժամանակվանից պահել են, հեքիաթներ և հեքիաթներ, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը և հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների մասունքները, Սկևրայի մասնանց պահարան, այսինքն մասունքների պահարան, ասում եմ, մինչև ժամը 18-ը մարդիկ կարող են գալ և երկրպագել, ինչին, ոսկորների, սա կռապաշտություն չէ, ինչ է, երկրպագել նշանակում է Տիրոջ առջև երկիրը պաքանել, այսինքն երկիրը համբուրել, այսինքն ծնկի գալ, բայց իրենք ուղղորդում են մարդկանց այս տեսակ մասունքներ կոչվածների առջև ծնկի գալ, և Աստված նախանձավոր Աստված է, իր փառքը մարդուն չի տա, անպայմանորեն պատիժները պիտի գան, Ելից գրքում կարդում ենք, Ելից 20-րդ գլուխ, երբ որ Տերը օրենքը տվեց, հետևյալը ասվեց, Ելից 20-րդ գլուխ, 3-րդ համարից պիտի կարդանք, Ինձ մեզ զատ ուրիշ աստվածներ չունենաս, դու քեզ կուրտ չշինես, ոչ վերը երկնքի մեջ, ոչ վարը երկրի վրա, կամ երկիր տակ ջրերի մեջ եղած բաների մեկ նմանությունով, անոց երկրպագություն չնես և զանոք չպաշտես, վասնզի ես եմ քու Տեր Աստվածդ և ես նախանձոտ Աստված եմ, Աստված իր փառքը մարդուն չի տա կամ որևէ ուրիշ բանի։ Հին ուխտի մեջ մի քահանապետ կար Հեղի անունով, ինքը բարեպաշտ մի անձնավորություն էր, եթե կարդացել եք առաջի թագավորաց առաջի մի քանի գլուխներում այդ մասին գրված է, բայց իր զավակները, ովքեր քահանաներ էին կարգված, ամբարիշտ մարդիկ են։ Եվ կարդանք հենց այդ մասին առաջի թագավորաց 2-րդ գլուխ 12 համարից։ Հեղի որդիները չար մարդիկ լինելով Տիրոջը չեն ճանաչում, քահանա են այս մարդիկ, Տիրոջը չեն ճանաչում։ Քահանաների սովորությունը այս էր, որ ժողովրդեն մեկը զոհ մատուցաներ, միսը եփած ատենը, քահանայի սպասավորը ձեռքը երաժանի մսահան մառած կգար։ Երաժանի մարդիկ զոհ են անում, դրա համար այդ միսը եփում են, պիտի գար առաջին ինքը այդ երաժանիով պիտի տաներ քահանայի համար։ Ու զանիկա կացայի կամ սանի կամ եփարանի կամ պտուտակի մեջ կխոթեր և մսանը ինչ որ հանենու ըլլար, քահանան զանիկա իրեն կառներ։ Անոնք սելոյի մեջ բոլոր հոն եղող իսրայելացիներուն այդպես կնեին։ Նաև ճարպը այրել են առաջ, քահանայի սպասավորը կգար և զոհ ընող մարդուն կսեր, քահանայի համար խորովելու միստուր, իրենք եփած չեն ուտում, հատուկ պիտի խորովվի։ Քանզի անիկա քեզմե եփած միս չի առներ, այլ հում միս կուզե։ Եվ այն մարդը, երբ ասեր թե թող հիմա ճարպը այրել են ետքը, ուզածի չափ առ, այն ատեն կսեր ոչ, հիմա տուր, թե չէ բռնի ձևով կառնեմ։ Այսպես այդ երիտասարդներուն մեղքը Տիրոջ առջև շատ մեծ էր, քանզի մարդիկը Տիրոջը զոհը կարհամարեին եւ ինչ տեղի ունեցավ։ Հեղի երկու զավակները փղշտացիների կողմից երկուսն էլ սպանվեցին։
Քահանաները կանչված էին Աստծո խոսքը ժողովրդին սովորեցնելու։ Ինչպես պիտի մարդիկ իմանային, մանավանդ հին ուխտի ժամանակ, երբ որ այդ գրվածքները չկար, այսինքն հատուկ տեղերում էր պահվում։ Հիմա է որ տուն չկա, որ սուրբ գիրք չլինի, մի քանի լեզվով չլինի, այսինքն կարելությունները հիմա եւ այն ժամանակ շատ տարբեր են։ Այն ժամանակ քահանան մասնավոր առաքելություն ուներ, Աստծո խոսքը ժողովրդին պիտի սովորեցներ։ Այս բանի մեջ էլ ձախողեցին եւ իրենց Աստված հանդիմանում է, դատապարտում է եւ այդ խոսքերը գրված են։ Հետաքրիր է, այդ ամենին մենք հանդիպում ենք 5 կտականի ամենավերջի գրության մեջ, Մաղաքիայի մարգարեության, այս կերպով Աստված կարծես թե ամփոփում է քահանաների էությունը, ինչի են կանչված եւ ինչպես ավարտվեց այդ ամենը։ Եկեք կարդանք Մաղաքիայի առաջի գլուխ 6 համար։ Տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ կնե։ Եթե ես հայր եմ, իմ պատիվը սուր է, Աստված է խոսում։ Եթե տեր եմ, իմ վախը սուր է, այսինքն չեք վախում ինձանից։ Կսե ձեզի զորքերու տերը, ով քահանաներ, որ իմ անունը սկանարքեք, եւ դուք կսեք, քո անունդ ինչ բանով անարգեցինք։ Հաջորդը պիտի կարդանք 10 համարը, նույն Մաղաքիայի առաջի գլուխ։ Ձեր մեջ դռները ձրի գոցող ով կա։ Իմ սեղանից կրակն էլ ձրի չեք վառեր։ Այսինքն սա նոր բան չէ։ Քանայական կարգը այն ժամանակ էլ բիզնես էր։ Ինչպես ներկայիս շատ մեծ բիզնես է։ Նրանց հոգը չէ, մարդիկ կկորսվեն, իրենք չեն հավատում հավիտենական կյանքի, ինչի մասին է խոսքը։ Ձեզ չեմ հաճիր, կսե զորքերու տերը, ու ձեր ձեռքեն ընծա չեմ ընդունիր։ Նաև երկրորդ գլուխ առաջի 2 համարներ։ Այս պատվերը ձեզ է ով քահանաներ, եթե մտիկ չնեք, եթե ձեր սրտի մեջ չդնեք, իմ անվանս պատիվ տալ, ասում է զորքերի տերը, այն ատեն ձեզ անեցք պիտի ղրկեմ, ձեր օրհնությունները պիտի անիծեմ, այո, զանոք արդեն անիծել եմ, քանզի դուք ձեր սրտի մեջ Աստծուն պատիվ դնել չունեք։ Աստծուն պատիվ չեք տալի, նրա փառքը չեք պատմում։ Հետևաբար, խեղճ մարդիկ ոչ մի բան չգիտեն։ Հոգևոր տեսանկյունից դատարկ եւ կարծում են, եթե մեկը սև սքեմ է հագած, սուրբ է մարդը։ Ասում ենք, իմացեք, այդ սև սքեմը վրայից հանեք, ներսը մի ավազակ է ինքը։ Եվ ինքը քեզ խափում է, մշտապես խափում է։ Եվ ովքեր որ խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս են քարոզում, նրանց համար ասում են աղանդեն սրանք։ Մարդիկ 50 տարի առասպելական եկեղեցի են գնում, առանց Քրիստոսի մեռնում են, գնում են դժոխք։ Ով պիտի այդ հոգիների համար պատասխան տա։ Դատաստանը շատ մեծ պիտի լինի, մանավանդ նրանք, ովքեր որ կարգված են, իրենց կարգել են այդ բանի համար։ Երբ որ ժամանակները լրացան, Աստված քննեց հեթանոսներին եւ նաեւ հրեաներին, բոլորը խոտորեցին, բոլորը Աստծո փառքից ընկած են, Աստված ինքը մարդ եղացավ, Հիսուս Քրիստոսի անձի մեջ հայտնվեց եւ փրկությունը կատարելով սկսեց եկեղեցու շնորհքի դարաշրջանը, որովհետեւ որևէ մեկը Աստծո սուրբ օրենքը չկարողացավ պահել, չի էլ կարող պահել եւ երկրագնդի վրա որևէ մեկը չի եղել, որ այդ սուրբ օրենքը կարողանա պահի, թեև կարող եք լսել ոմանք կան ասում են, մենք Աստծո օրենքները պահելով ենք ապրում։ Կեղծավորություն է սա։ Ձախողում են, բայց չեն ուզում, որ իրենք այդ մասին խոսեն, ուղղակի ներկայացնում են։ Եթե այդպես լիներ, Հիսուս չէր գա։ Գաղատացիս 4:4։ Երբ որ ժամանակը լրացավ,
Աստված իր որդին ղրկեց, որ կնոջից եղավ եւ օրենքի տակ մտավ, որպեսզի օրենքի տակ եղողներին ազատագրի, այլ ծառա չմնա, որդի դառնա, որդեգրությունը ընդունենք։ Հիսուս ջնջեց ծիսական օրենքը, բայց Աստծո բարոյական օրենքը եղել է, կա ու հավիտյան կմնա։ Աստված Պողոս առաքյալի գրչով հստակ ձևի մեզ ներկայացնում է։ Ինչ է նշանակում ծիսական օրենքի ջնջվելը։ Ինչը մնաց, հետևյալը։ Հռոմեացիս 13:9-10 համաներ։ Վասնզի այն մի շնացիր, մի սպանիր, մի գողացի, մի ցանկար, սուտ վկայություն մի արա, այս ամենը մեկ խոսքի մեջ է բովանդակվում։ Քո ընկերոջը սիրես քո անձիդ պես, սերը ընկերին գեշություն չի անում։ Ուրեմն օրենքի լռումը, օրենքի ամբողջացումը ինչն է, սերն է։ Մեկի մեջ աստվածային սերը, եթե Սուրբ Հոգով եկել է, այդ բաներից զերծ կմնա, Աստծո առջև վախ կունենա, եթե հանկարծ որը բանի մեջ էլ սայթակի կապաշխարի, լացով կապաշխարի և Տիրոջ ներողամտությունը կխնդրի։ Ինչպես տեսնում եք, այս շարքում չկա շաբաթ բառը, շաբաթը սուրբ պահել։ Տասնաբանյայի առաջի 3-ը մարդ եւ Աստված հարաբերությունն է, մնացածը մարդ եւ մարդ հարաբերությունն է, ինչպես օրինակ պատվեք քո հորդ ու մորդ, մի շարք տեղերում նոր կտականի մեջ գրված է վավեր է, այսինքն ներկա դարաշրջանում նույնպես այն պիտի գործի դրվի։ Նոր կտականի դարաշրջանում շաբաթը սուրբ պահել չկա։ Ելից 31-րդ գլուխ 12-ից 17 համարների մեջ պարզորոշ ձևով գրված է. Աստված շաբաթը սուրբ պահելը տվեց Իսրայելին որպես ուխտ։ Երկու համար կարդանք։ Ելից 31-րդ գլուխ 16-17 համարները։ Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի շաբաթ իրենց ազգերի մեջ հավիտենական ուխտ լա։ Անիկա հավիտենական ուխտին նշան մնե իմ եւ Իսրայելի որդիների մեջտեղ, քանզի Տերը 6 օրվա մեջ ստեղծեց երկիրը ու երկինքը եւ 7-րդ օրը դադարեցավ ու հանգստացավ։ Ուրեմն բոլորովին դա մեզ չի վերաբերում, մենք շաբաթը պահելու պետքություն չունենք եւ մենք մեզ համար Աստծո օրն է ամեն օրը։ Մասնահատուկ Կիրակի օրը, հարության օրը, Կիրյակի Տիրոջ օրն է հանդիսանում։ Բայց ոմանք գիտեք, իրենց տանջում են, շաբաթը պիտի ինքը սուրբ պահի, ու միշտ ձախողում են, բայց ցույց են տալի, որ պահում են։ Սա կեղծավորություն է, սա ինքնախաբեություն է։ Հիսուս ծեսը դադարեցրեց, հիմնադրվեց ինչ։ Նոր ուխտի դարաշրջանին ինչն է տիրապետում, կամ ինչը պիտի տիրապետի, եղբայրասիրությունը։ Ամեն բան հաստատված է Աստծո սիրո վրա։ Էլ ինչ քահանա, եթե զո անելու հարց չկա։ Հիսուս ինքն է մեծ քահանայապետը, Մելքիսեդեկի կարգի քահանապետն է, նոր կտականի դարաշրջանին, շնորհքի դարաշրջանին քահանայական կարգ չկա, այն մարդահնար է, Հիսուս 3 հիմնական պաշտոններ ունի։ Մեկը անցյալ կատարյալ 3.5 տարի երկրի վրա իր հասարակական գործունեության շրջանը որպես մարգարե։ Հիսուսի հարությունից հետո միջև այսօր, միջև հափշտակություն, Հիսուս մեծ քահանապետն է երկնքում, երկնային սրբարանում։ Եվ երրորդը գալիքն է մոտ ապագայում հազարամյա թագավորության ժամանակ Հիսուս Տեր տերած եւ թագավոր թագավորած է ամբողջ տիեզերքում։ Եբրայեցիների թղթից կարդանք մի քանի համարներ, մի քիչ երկար է, բայց կարևոր է։
Եկեք կարդանք, ուրեմն Եբրայեցիների 7-րդ գլուխ 15 համարից կարդանք։ Հայտնի է, որ հին քահանայական կարգը փոխվեց, քանզի Մելքիսեդեկի նմանությունով ուրիշ քահանա ելավ, որ ոչ թե մարմնավոր պատվերների պես եղավ, հապա անվաղ կյանքի զորության պես, վասնզի կվայելե և կվկայվե Հիսուսի համար, դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես, Սաղմոս 114, արդեն վկայված էր այդ մասին։ Հին ուխտի քահանաներից մեկը, որևէ մեկ ամենաերկար եղած քահանան, քանի տարի եղել։ Մի քանի տասնամյակ, այստեղ Հիսուսի համար ասում է, հավիտյան քահանա ես։ Որքան որ Հիսուս ոչ թե առանց երդումի քահանա եղավ, վասնզի անոնք առանց երդումի քահանա եղած են։ Ղևի ցեղից են գալիս, ով որ քահանա էր, իր զավակներն էր քահանա են։ Եվ մենք տեսանք Հեղի զավակներ ինչպիսի քահանաներ են։ Բայց ասիկա երդումով, անոր ձեռքով, որ իրեն նսվեցավ, Տերը երդում ըրավ ու պիտի չզղջա, դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։ Այնքան ավելի աղեկ ուխտիմը երաշխավոր եղավ Հիսուս։ Շատ քահանաներ եղած են, քանի որ մահ արգելք եղած է, որ անոնք շարունակ քահանա մնան։ Բայց Հիսուս հավիտենական ելալու համար իր քահանանությունը անանցանելի է։ Ուստի բոլորովին կարող է ապրեցնել զանոնք, որ իր մով Աստծո կգան, որովհետև ինքը միշտ կենդանի է և բարեխոս է նրանց համար։ Վասնզի մեզ ճիշտ այսպիսի քահանապետ է պետք, միշտ կենդանի և միշտ բարեխոս, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներ են զատված ու երկնք են վեր բարձրացած։ Ներկայիս քահանայական կարգը համատության մեջ դրեք, ծիծաղելի է։ Որուն ամեն օր հարկավոր չէ, ինչպես մյուս քահանապետներուն, նախ իր մեղքերի համար պատարակ մատուցանել և ետքը ժողովրդի մեղքերի համար, վասնզի ինքը մեկ անգամվրավ դա իր անձը պատարակ մատուցանելով, վասնզի օրենքը տկարությունով պաշարված մարդիկը քահանապետ կկարգե, բայց երդումի խոսքը, որ օրենքից հետո էր որդին հավիտյան կատարյալ քահանապետ ունենք Տեր Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար մեր հանցանքների մեղքերի համար ում պիտի մենք գնանք, միայն Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ինքը անփոխարինելի քահանապետ է, երկնային սրբանում մեղքերի քավության և թողության գործն է անում։ Նրանք, ովքեր որ առաջի անգամ են Հիսուսին գալիս, նրանց համար Հիսուս միջնորդ է։ Իսկ նրանք, ովքեր որ արդեն Հիսուսին որպես Տեր և Փրկիչ ունեն, մեզ համար Հիսուս ինչ է, բարեխոս է։ Եվ ում համար է Հիսուս մեղքերի քավություն անում։ Հովանու առաջի թուղթ, առաջի գլուխ 9 համար։ Բոլոր նրանց համար, ովքեր խոստովանում են իրենց մեղքերը։ Չխոստովանված մեղքերը չեն ջնջվում։ Հետևաբար, մենք ինչ-որ կատարում ենք խոսքով, գործով, խորհրդով, Տիրոջ առջև խոստովանենք։ Եթե խոստովանեք ձեր մեղքերը, հավատարիմ և արդար է նա ձեր մեղքերին թողություն տալու։ Հետևաբար, սիրելի հայրորդի, երբ որ քո խճմտանքդ քեզ հանդիմանում է, ոչ թե պիտի գնաս քահանային, վարդապետին, կաթողիկոսին, Հիսուսին գնա։ Նրանք խոստովանի քո մեղքերդ, իսկ նրանք թող իրենց պիղծ մեղքերը Տիրոջ առջև խոստովանեն։ Պողոս առաքյալը երբեք քահանայական հանդերձ չակավ։ Երբեք։ Իր ամբողջ գործունեությունը հաստատված էր քարոզչության վրա։ Եվ ինչ գրեց, խաչյալ և հարուցյալ Քրիստոսն ենք քարոզում։ Այսօր
կղերական դասի կողմից այդ բանը կատարվում է։ Իհարկե որ ոչ։ Եվ Հիսուս իր համբարձվելուց առաջ հետևյալ պատվիրանը տվեց Ղուկաս 24:47 համար։ Ասաց իմ անունովս ապաշխարություն եւ մեղքերի թողություն պիտի քարոզվի։ Մարդիկ ընկել են մասունքների հետևից, փտած ոսկորների։ Շնորհքի դարաշրջանում զոհեր անելու պետքություն չկա, որովհետև աշխարհի սկզբից առաջ մորթված գառնուկը Հիսուս Քրիստոսը մեկ անգամ զոհարավ եւ նրա արյունը միշտ կենսունակ է, միշտ կենթանի է մեր մեղքերին թողություն եւ քահություն տալու։ Իսկ քահանայական կարգը, որ 3-րդ դարի վերջից եւ 4 դարի սկզբում արդեն հիմնադրեցին, դա մարդահնար ծիսական համակարգ է, համարվում է որպես Նիկողայոսյան գործ, այսինքն ժողովրդի վրա տիրելու գործ է։ Իրենց շքեղ հանդերձներով, ոսկյա գավազաններով, 84 սանտիմետր գլխարկներով ոսկեզոծ եւ այլն, մարդկանց վրա տպավորություն թողելու համար։ Եվ մարդիկ խավարով եկած, խավարով գնում են, բավարարվում են մոմ վառելով, որ իրենից ոչինչ չի ներկայացնում։ Բայց ելի հայորդի, Աստված քո սիրտդ է փնտրում, որ գա այնտեղ եւ բնակություն հաստատի Սուրբ Հոգով, ուստի թույլ տուր, Աստված ուժ չի գործադրում, Աստված սրտի դուռը թակում է, եթե բանաս պիտի գա եւ Սուրբ Հոգին քո մեջ ներաբնակ պիտի լինի, Աստված քո մեղքերդ պիտի ջնջի, քեզ Աստծո որդի պիտի հռչակի եւ հավիտենական կյանք պիտի ստանաս Տեր Հիսուսի անունով եւ արյան արժանիքով։ Առաքյալների գրություններում մենք ինչ ենք հանդիպում։ Առաքյալները գրում են եղբայրներ, հասարակ հավատացյալներին գրում են եղբայրներ։ Առաքյալները մեկը մյուսի համար էլ հատուկ բառեր չեն գործածում, վեհապար գերաշնորհես են, եղբայրներ, Աստված հաստատել է եղբայրասիրությունը, եւ Պետրոս առաքյալը առաջին նամակում գրում է. Եղբայրասիրության մեջ անկեղծ եղեք, սուրբ սրտով մեկս մեկ պինդ սիրեք։ Աստվածային աղապ է սերը, եւ այդ սերը պիտի լինի հիմքը Աստծո զավակների հարաբերության, անշահախնդիր, անկողմնակալ, ներող եւ զոհվող սեր։ Պետրոս առաքյալը մի այսպիսի գրություն ունի, առաջին նամակ 2-րդ գլուխ 17 համար։ Եղբայրությունը սիրեցեք, ոչ թե սպասենք, որ ուրիշը մեզ սիրի, այլ առաջի քայլը մեզանից պիտի լինի։ Մենք պիտի սիրենք, որ այդ սերը որպես պատասխան ստանանք։ Այլապես եթե ուրիշները մեզ պարտականեն, մենք անպայմանորեն կգանք այն եզրակացության, որ սեր չկա։ Այդ պարագային մենք մեր մեջ պիտի փնտրենք, մեր մեջ սեր կա, թե ոչ։ Հետևաբար ամեն մեկից է կախված այս բանը։ Հռոմեացիս 12:10 Եղբայրասիրության մեջ իրար հանդեպ գորովալից եղեք։ Ուրախացողի հետ ուրախանանք, տխրողի հետ տխրենք, սգավորի հետ սգանք։ Լավ, քահանայություն վերջ, ինչ է պատասխանը, շնորհքի շրջանում մեկ անգամ եւս քահանայական կարգ չկա, այն մարդահնար է։ Պետրոս առաքյալը բայց գրում է համարներ, որ կարծես թե մեր ասածը հակասության կարող է հանգել, եթե չհասկանանք դարաշրջանները։ Ինչ է ասում Պետրոս առաքյալը իր այս գրության մեջ։ Առաջին նամակ 2-րդ գլուխ 9-10 համարները։ Դուք եւ բոլոր նրանք, ովքեր որ վերստին ծնունդ ունեն, ընտիր ցեղեք թագավորական քահանայություն, սուրբ ազգ,
սեփական ժողովուրդ, որպիսի հրճակեք անոր առաքինությունները, որ ձեզ խավարեն իր սքանչելի լույսին կանչեց, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց հիմա սուրբ ժողովուրդ եք համարվում, որ մի ժամանակ ողորմություն չունեք, բայց հիմա ողորմություն եք ստացել։ Ահա իրական քահանայական կարգը, որ ոչ թե եկեղեցու դարաշրջանին պիտի լինի, այլ փոփանքի դարաշրջանին, որ կոչվում է հազարամյա թագավորություն, millennial kingdom, որ պիտի տեղի ունենա Տեր Հիսուսի երկրորդ գալստյան, երկրորդ թանգրվանով, երբ որ բոլոր փրկված սուրբերը իր հետ միասին երկրի վրա պիտի գան եւ հազարամյա թագավորությունը Տերը պիտի հաստատի։ Դրա վառապացույցը գտնում ենք Հայտնություն 20-րդ գլուխ 6 համարում։ Երանելի եւ սուրբ է նա, որ առաջին հարության մեջ բաժին ունի։ Ովքեր ունեն առաջի հարության մեջ բաժին, բոլոր վերստին ծնված քրիստոնյաներ։ Նրանց վրա երկրորդ մահ իշխանություն չունի։ Երկրորդ մահ, հոգևոր մահ, սարսափելի մի մահ։ Առաջին մահը բոլորը պիտի ունենան։ Այս մարմնից մի օր պիտի դուրս գանք։ Այն ննջելով, գերեզման գնալով կամ հափշտակության ժամանակ վերափոխվելով պիտի տեղի ունենա։ Սակայն երկրորդ մահը սարսափելի է, սարսափելի։ Դրա արդյունքը պիտի լինի ծծումբով այրված կրակի լիճը, որտեղ կա լալ եւ ակրաներ կրճտել, ցավի զգացողություն հավիտյանս հավիտենից եւ ազատող չպիտի լինի։ Այդ ժամանակ այլևս Աստծու անուն կաչելն էլ չի օգնելու։ Այս կյանքի մեջ է վճռվում ամեն բան։ Մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Սիրելի հայրդի, դու որոշի։ Աստված ասում է քո առջև դնում եմ կյանքը, որ է Քրիստոս, եւ մահը, որ սատանան է մահու մարդկանց մոլորեցրել է։ Հիսուսին ընտրի։ Նրան կանչի կյանքիդ մեջ, ապաշխարի մեղքերից հետ եւ Տիրոջ խոսքով միտքդ նորոգիր։ Աստված սպասում է։ Այն սրտերը, որտեղ որ ընդունելություն կա, Աստված այցելում է եւ իր համար բնակարան է դարձնում։ Հիսուս ասաց. ես եւ Հայրը պիտի գանք եւ բնակություն պիտի հաստատենք ինչպես Սուրբ Հոգու միջոցով։ Ուրեմն Տերը թող տա, որ այդ գալուստը շուտով լինի։ Մարանաթա երգեցինք, այո, Մարանաթա, Տերը շուտով է գալիս եւ այդ հրաշալի դեռևս աշխարհը չտեսած դարաշրջանը պիտի բացվի ամենայն հրաշալիքներով, ինչքան որ մեր միտքը կարող է ըմբռնել, Աստված մեզ այդքանն է տալիս։ Դրանից շատ ավելին պիտի լինի այդ հազարամյա թագավորության մեջ։ Ուստի, եթե մեկը Տեր Հիսուսին որպես Տեր եւ փրկիչ չունի, այսօր, այս պահին, այս ժամին է փրկության օրը։ Աստծո խոսքը լսում ես, սիրտդ մի խստացրու, սիրտդ բաց Տեր Հիսուսի առջև։ Տերը թող այդ քայլը անելու իմաստությունը եւ համարձակությունը քեզ տա։ Ուրեմն, սիրելիներ, մեզ համար ինչ պարզվեց, ով է ճշմարիտ քահանան։ Այս դարաշրջանում կա մեկ քահանայապետ, մեկ վեհապար, մեկ գերաշնոր եւ նրա անունը ինչ է։ Հիսուս Քրիստոս է։ Օրհնյալ է այդ անունը, հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի ամեն։
Լույս ես դու Հիսուս, Տեչում ենք միայն քեզ Հիսուս, Սուրբ ես դու Հիսուս, Հավատում ենք քո գալուստի, վերջին օրերն են մոտենում, Հավատում ենք պիտի փոխվեն հափշտակության վայրկյանում, եկեղեցին պիտի երկրպագի քեզ, որդիներդ պիտի քեզանով ցնցան, և հավատքով պիտի կանչեն Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Տեր գալուստի տորնյան պահին, հազարամյա ոսկե դարին, հաշտենք զորած Տեր արքային, Դիեզեքի թագավորին, այո գիտեմ, որ առանց քեզ կյանք չկա, ճամփա չկա, դու ես ճամփա, ճշմարտություն, կյանքը հավերժ ու հարություն, ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ